տաճարի մեջ 3 սրահ կար։ Այն տաճարը, որ Աստված հաճեց բնակվել այդ տաճարի մեջ, 3 սրահ կար։ Մեկը արտաքին գավիթն էր։ Արտաքին գավիթի մեջ իրավունք ունեին մտնելու հեթանոսներն անգամ, որոնք Աստծուն ուզում էին պաշտել։ Իրանք կարող էին գալ արտաքին գավիթի մեջ Աստծուն պաշտամունք բարձրացնել։ Նաև կանայք կարող էին մտնել արտաքին գավիթ։ Հետո կար սրբության խորան։ Սրբության խորանի մեջ տեղադրված էին ծառայության պարագաներ, տեղադրված էին աքսեսուարներ, որոնք ծառայություն էին խորհրդանշում նոր կտականի շուքի ներքո, այս պահին դրա մասին չեմ խոսա, եւ շատ ավելի հատուկ էր այս տաճարի մեջ, այս խորանի մեջ, այս ներքին խորանի մեջ Աստծո ներկայությունը։ Հետո կար մի հատ ավելի ուրիշ տեղ, առանձնացված տեղ, վարագույր, որը բավականին հաստ վարագույր էր, ասում են գրեթե 5 սանտիմետր հաստությունն էր այս վարագույրը, եւ սրանից այն կողմ գտնվում էր սրբության սրբոցը, որտեղ Աստծո հատուկ կամ բացարձակ ներկայությունն էր։ Եվ եթե երկրորդ խորանի մեջ ներքին գավիթ կար, դրա մասին չասեցի, ներքին գավիթի մեջ կարող էին մտնել հրեաները եւ դրանից հետո գալիս էր սրբության խորանը եւ հետո սրբության սրբոցը։ Սրբության խորանի մեջ կարող էին ծառայություն անել քահանաները։ Բայց սրբության սրբոց տարին 1 անգամ միայն կարող էր մտնել քահանապետը եւ պարտադիր պիտի մտներ զոհաբերության արյունով, որպեսզի Տիրոջ ներկայության մեջ տաներ արյունը, որը կարող էր ծածկել Իսրայելի մեղքերը։ Աստծո ներկայության հատուկ լինելը սրբության սրբոցի մեջ էր, որտեղ բացարձակ Աստված Աստծո ներկայությունը կար եւ Աստված կարող էր խոսել քերովբեների մեջից։ Որտեղ տապանակի վրա քերովբեներն էին իրենց թևերը տապանակի վրա պարզած։ Աստծո ներկայություն, որը տարբեր տեղերում տարբեր կերպ էր արտահայտվում, որը տարբեր աստիճանի էր։ Մենք խոսում ենք Աստծո ներկայություն գրավելու մասին։ Տեր Հիսուսն ասում էր աշակերտներին. կգնաք աշխարհի մինչև աշխարհի ծայրերը եւ ավետարանը կքարոզեք եւ որտեղ որ գնաք, ես ձեզ հետ կլինեմ։ Ես ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի ծայրը, որտեղ որ լինեք, ես իմ ներկայությունը ձեզ հետ կլինեմ։ Սակայն Աստծո մեր հետ լինելու ներկայությունը արդյոք կարող է տարբերվել այն չափանիշից, որ կարող է Աստված հատուկ կերպով որևէ մեկի կյանքի մեջ ներկա լինելով, որևէ մեկին հատուկ կերպով միջամտել նրա կյանքի մեջ եւ շատ ավելին անել, քան որ պարզապես ներկայությունն է։ Դավիթ թագավորն ասում էր. ուր գնամ քո երեսից։ Եթե երկրի ծայրերը գնամ, դու այնտեղ ես։ Ուր գնամ, որ ծածկվեմ հանկարծ քո ներկայությունից, որ դու այնտեղ չլինես։ Ասում էր գետի ծովի խորքերն էլ իջնեմ, դժոխք էլ իջնեմ, ընդեղ էլ քո ներկայությունն է։ Այս դժոխք բառը ոչ թե հադես բառն էլ, այլ եբրայերենի մեջ 2 դժոխք բառ կար, մեկը նշանակում էր պարզապես գերեզման, մյուսը այն վայրը, որտեղ հոգիների պահման վայրն էր։ Եվ ասում է, անգամ եթե այն գետնի տակն էլ իջնեմ, գերեզմանի մեջ էլ գնամ, քո ներկայությունից չեմ կարող ծածկվել։ Եթե Աստծո ներկայությունը ամենուր է եւ Աստծո հատկանիշներից մեկը ամենուր լինող Աստվածն է, մեկը որ ամենուր է, անսահմանափակ է, արդյոք այդ Աստծո ներկայությունը ամենտեղ չի։ Տեր Հիսուսը բացինա, որ ասում էր ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վերջը, ձեր հետ կլինեմ, մինչև երկրի վերջը ձեզ հետ կլինեմ, հանկարծ մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը իր ուսուցման մեջ ասում էր, որտեղ 2 կամ 3 հոգի իմ անունով հավաքված լինի, ես այնտեղ կլինեմ։ Հանկարծ Տեր Հիսուսը խոսում էր եկեղեցու գաղափարի մասին, որ եկեղեցու մեջ սուրբերի ժողովքի մեջ շատ ավելի հատուկ ներկայություն կա, քան որ պարզապես Աստծո ներկայություն, մի ներկայություն, որը կարող է ամեն մարդու կյանքի մեջ առկա լինել։ Եվ շատ ավելին էր Տեր Հիսուսը խորը գնում եւ ասում էր. եթե մեկը իմ պատվիրանները պահի,
ես եւ հայրը կգանք եւ նրա հետ ընտրիկ կանենք եւ կոթեբանենք։ Տեր Հիսուսը խոսում էր մի հատուկ ներկայության մասին, որ հոր արկայությունը կա, որ այնքան հատուկ ներկայությունա, որ հոր օթևանը կլինի, Աստծո այն ներկայությունը կլինի, որ ոչ թե պարզապես մի այցելություն կլինի, այլ Աստծո հատուկ ներկայությունը կլինի այդ վայրի մեջ։ Ուզում եմ խոսեմ ինչպես գտնել Աստծուն, ինչպես գտնել նրա հատուկ ներկայություն, որովհետև եթե մենք Աստծուն գտնելու մասին ենք խոսում, որևէ մեկը կարող է ասել ես դե ժամանակ առ ժամանակ զգում եմ Աստծո ներկայությունն իմ կյանքի մեջ, բայց այդ հատուկ ներկայությունը, որի մասին խոսվում է, որ այդ հատուկ ներկայությունը կա, ոնց հասնեմ դրան։ Ուզում եմ մի քանի հարցերի պատասխանեմ այս մեր ուսումնասիրության ներքո, վստահ չեմ, որ բոլոր հարցերին, որ մոտս նշել եմ, կկարողանամ պատասխանեմ, բայց առնվազն կփորձենք ինչ որ հարցերի պատասխանենք, որտեղ տեսնում եմ, որ Սուրբ Հոգին այն ձև չի տանում, ոնց որ ես պլանավորել եմ, որտեղ տեսնում եմ, որ որոշ բաների վրա ուզում եմ, որ ես կանգ առնեմ եւ կենտրոնանք ավելի ուրիշ բաների վրա։ Ինչ է Աստծո ներկայությունը։ Նախ պատասխանենք այս հարցին։ Եսայի մարգարեության 58-րդ գլխի մեջ Աստված ասում էր Եսայի մարգարեի բերանով ու ասում էր դուք փորձում եք Աստծուն մոտենալ, Աստծուն գրավել, կարծես թե ձեր ծոմերով եւ այդ ծոմապահության ժամանակ ձեր գլուխը կնիվնի պես կախում եք, մի հատ կռացած խոտի պես կախում եք եւ այլն, եւ ասում էր որն է Աստծո ներկայությունը, որն է հատուկ Աստծո միջամտությունը, երբ որ դու կկանչես ինձ եւ ես կասեմ ահա ես։ Շատ քրիստոնյաներ իրանց կյանքի մեջ հաճախ իրանց աղոթքների ժամանակ զգում են կարծես թե իրենց աղոթքը բարձրանում է առաստաղին, հետո իջնում է, վերև չի բարձրանում, կարծես թե մի պատ լինի, որ չեն կարողանում այս պատից են կոմանցնել, կարծես թե խնդրում են ու որևէ արձագանք չկա, կարծես թե փորձում են Աստծուն մոտենան, Աստծուն աղաչեն, ասեն Տեր, արի իմ կյանքի մեջ, բայց որևէ հակադարձում չկա։ Եվ երբեմն քրիստոնյաներին թվում է, որ իրանք գնում են Աստծու մոտ, բայց Աստված 7 սարի հետևում պահված է։ Բայց Եսայի մարգարեն ասում է, այն վիճակը, որ իմ հավանած ծոմի ժամանակ այնպես կլինի, երբ որ դու ճիշտ դրսևորում ունենաս, դու կկանչես ինձ եւ ես կասեմ ահա ես, երբ որ դու ճիշտ մոտենաս ինձ։ Դու կկանչես ինձ եւ ես կասեմ ահա ես։ Երբ որ դու Աստծուն մի հարց կտաս, կասես Տեր չեմ հասկանում ու հանկարծ կտեսնես, որ Տերը բացատրում է քեզ։ Երբ որ դու կասես Տեր, այս իրավիճակի մեջ խնդիր ունեմ, Տերը կասի, այս ձևարա ու այդ խնդիրը կլուծվի։ Երբ որ դու կկանչես Աստծուն, կասես Տեր, խաղաղություն չկա սրտից մեջ, ուրախություն չկա սրտից մեջ ու հանկարծ կտեսնես, որ Աստված գերբնական կերպով ուրախությունը եւ խաղաղությունը լցրեց սրտիդ մեջ։ Երբ որ դու մի խնդիր ունես ու այս խնդրի համար Աստծուն աղաչում ես ու հանկարծ տեսնում ես, որ Տերը գերբնականորեն այս խնդիրը լուծեց։ Երբ մենք կանչում ենք Աստծուն եւ Աստված պատասխանում է եւ ասում է ահա ես։ Ուր Աստված իմ ու քո կյանքի մեջ արդյոք այնքան արկա է Աստված իմ ու քո կյանքի մեջ, որ մենք գերբնականորեն տեսնում ենք Աստծո իրականությունը։ Ինչ է Աստծո ներկայությունը։ Հաջորդ մի բանը, որ ուզում եմ կարդամ Աստծո ներկայության մասին։ Թեև այս համարի վրա շատ ավելի ու ավելի կկենտրոնանանք, բայց ընդամենը կարդամ։ Եվ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառով, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծո տունը։ Մի իրավիճակ, երբ որ Սողոմոնը ընծայել էր Աստծուն, կառուցել էր այն տաճարը, որ Աստծո համար նախատեսված էր, եւ այդ տաճարի մեջ Աստծո հատուկ ներկայությունն եկել էր, այն ձև էր եկել Աստծո փառքը, այն ձև էր հանգչել այդ վայրի մեջ, որ փառքի ներկայության պատճառով քահանաները չէին կարողանում ծառայություն կատարել։ Շատ ավելի ուշ կկենտրոնանամ այս մտքի վրա, բայց ուզում եմ շարունակեմ։ Ինչ է Աստծո ներկայությունը։
երբ նա գերբնականորեն խառնվում է մեր բնական իրավիճակներին եւ անարգելք իր կամքը կարողանում է գործադրել։ Երբ Աստված գերբնականորեն խառնվում է մեր կյանքի իրավիճակների մեջ, մենք մտածում ենք, որ Աստված մեզանից հեռու է գուցե, Աստված երկնքում է, բարձրերում է բնակվում, բայց արդյոք այդ Աստվածը գերբնականորեն կարող է խառնվել մեր կյանքի իրավիճակներին, երբ որ Աստծո միջամտության կարիքը կա։ Ինչ է Աստծո ներկայությունը, երբ նա կրակի եւ ամպի սյունով Հորդանան է ճեղքում ու Երիքովների պալիստները տապալելով առաջնորդում է իր ժողովրդին։ Երբ որ մեր կյանքերի մեջ կան արգելքներ, բայց Աստված այդ բոլոր արգելքները գերբնականորեն ճեղքում է։ Երբ մեր կյանքերի մեջ կան իրավիճակներ, որոնք անլուծելի են թվում մեզ համար, բայց Աստված գերբնականորեն միջամտում է մեր կյանքի իրավիճակներին։ Ինչ է Աստծո ներկայությունը, երբ որ Աստված իր փառքով հայտնվում է իր ժողովրդի կյանքի մեջ։ Ինչ է Աստծո ներկայությունը, երբ որ Աստված արկա է իր տան մեջ։ Երբ որ դու կանչում ես եւ նա պատասխանում է քեզ։ Երբ որ դու կանչում ես նրան եւ նա ասում է ահա ես։ Երբ որ կանչում ես եւ նա պատասխանում է ահա ես։ Ինչ է կատարվում, երբ Աստված ներկա է իր ժողովրդի կյանքի մեջ։ Ես կարդացի 2 Մնացորդաց 5-րդ գլուխ 14-րդ համարը եւ այս համարի մեջ ուզում եմ նորից կարդամ։ Եվ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառով, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծո տունը։ Քահանաները չկարողացան կանգնել Աստծո տաճարի մեջ։ Ուզում եմ մի քիչ չեմ պլանավորել այս համարի մասին երկար խոսել, բայց տեսնում եմ, որ Սուրբ Հոգին ինձ կանգնացնում է այս համարի վրա, որ խոսենք սրա մասին։ Մենք մտածում ենք, որ դե առանց անարգելու որևէ ծառայություն ուզում եմ մի քիչ ծանրանամ ծառայությունների վրա։ Մենք սովորաբար ինչ ենք անում, փորձում ենք ժողովրդին նախապատրաստենք Աստծուն մոտենալու, որ ինչ որ այսօր արվեց։ Ու դա նորմալ է։ Բայց երբ որ Աստծո փառքի ներկայությունը կա, որևէ մեկին համոզելու կարիք չունենք, որ դե մոտեցի Աստծուն։ Դե մոտեցի Աստծուն, ախոր Աստված այնքան փառավոր է, այնքան լավն է, այնքան բարիք կա Աստծուն մոտենալու մեջ։ Էլ մենք չենք փորձում, որովհետև Աստծո ներկայությունը այնքան հատուկ ձևով գալիս է ամեն մեկի կյանքի վրա, որ տեսնում ես մարդիկ կա, կարծես թե չեն մտնում Աստծո ներկայության մեջ, էլ կարիք չկա, որ դու օգնես որևէ մեկին, որ որևէ մեկը մտնի Աստծո ներկայության մեջ, որովհետև Աստված այնքան փառավոր կերպով գալիս է ու հայտնվում է ամեն մեկին։ Երբ որ մենք որևէ մեկին փորձում ենք աղոթում ենք բժշկության համար, մտածում ենք այն պրյոմներն օգտագործենք, որ Սուրբ գրքի մեջ բացահայտել ենք, որ օրինակի համար պետքա հավատքդ զորավոր եղնի, որ պետքա ասենք յուղովոծես, որ պետքա ասենք այս մարդու մոտ հավատք բորբոքես, որ այս մարդը հավատա, որ անհավատությունով չմոտենա։ Մենք փորձում ենք Սուրբ գրքից ինչ գիտենք անենք, հետո աղոթում ենք, կարող է մի բան լինում, մի բան չի լինում, բայց երբ որ Աստված գալիս է, մենք որևէ մեկը չի էլ միջամտում, այլ Աստված գերբնականորեն հպվում է այդ մեկի կյանքին ու բժշկություն է կատարվում։ Երբ որ որևէ մեկի համար մենք օրինակներ գիտենք, տեսել ենք, լսել ենք կամ տեսանյութերով ենք լսել, որ Աստծո ծառաներից մեկն ասում է, որ մի հատ դիվահար էին բերել ինձ համար, 2 ժամ աղոթեցի ու տենց հետո այդ դիվահարն ընկնում է այս ծառայողի հետևից սկսում է փախչել առաջին, վերջապես այս կարգի բաներ, բայց երբ որ Աստծո փառքը գալիս է հանկարծ որևէ մեկի առանց միջամտության այնքան փառավոր կերպով ազատագրում է եղնում, որ բացահայտում ես, ասում ես, այս ինչ կատարվեց, այս որևէ մարդու միջամտություն չէր, այս Տերն էր գերբնականորեն։ Մենք արթնությունների պատմություններից գիտենք, որ երբ որ որևէ երկրի մեջ Աստծո հատուկ էջքն է եղել, արթնություն է եղել, հանկարծ սկսել է անգամ այդ երկրի պտուղը օրհնված լինել։ Սկսել են առանց որևէ հումուս տալու, պարտանյութ տալու, սկսել են նրանց գազարները, ասենք 50 սանտիանոց գազարներ են սկսել հանել հողից, ասենք իրանց կաղամները, որ մինչև այդ շատ փոքր էին եղնում, առանց որևէ միջամտության իրանց կաղամները սկսել են 10-15 կիլանոց կաղամներ վերցնել։ Ինչի համար, որովհետև
անգամ Աստծո ներկայությունն ազդել է նրանց գյուղատնտեսության վրա։ Այդ երկրի մեջ այդ տարածաշրջանում անգամ բանտերն են սկսել դատարկվել։ Ոստիկանները էլ գործ չեն ունեցել, ինչի որտեղ Աստծո ներկայությունը այնձև հատուկ կերպով եկել է մարդկանց կյանքերի մեջ, որ մարդիկ պարզապես չեն ուզեցել հանցանք գործել։ Մարդիկ իրենց տներն առանց կողպելու գնացել են իրանց գործերով, ինչի որովհետև Աստծո ներկայությունը այնքան հատուկ կերպով եկել է։ Մենք փորձում ենք հասարակության վրա ազդեցություն ունենանք, փորձում ենք մարդկանց ավետարան քարոզենք, որ մարդիկ բրբեն ճիշտ են անում, բայց երբ որ Աստծո հատուկ ներկայությունը գալիս է, այն ձևը ազդում մարդկանց կյանքերի վրա, որ մարդիկ կարան փողոցով գնալուց ընկնեն ծնկների վրա, լացեն Աստծո առաջ, զղջան իրանց մեղքերի համար, ասեն. Տեր կներես, ես պիղծ եմ եղել, ես մեղավոր եմ եղել, ես դառնում եմ քեզ, ես ապաշխարում եմ դեպի քեզ։ Երբ որ հասարակությունը կարա փոխվի Աստծո ազդեցությունից, երբ որ մարդկանց կյանքերի մեջ կարա Աստծո ներկայությունը գալու պատճառով այնքան գերբնական բաներ կատարվի։ Երբ որ մենք տեսնում ենք, որ ինչ որ խնդիր կա, որը լուծման կարիք ունի, մենք կարանք աղոթենք ամիսներով, շաբաթներով, աղոթենք ու փորձենք Աստծուց լուծում վերցնենք, բայց երբ որ Աստծո հատուկ ներկայությունը կա, դու կարաս պարզապես բերանը չբացած տենաս, որ Տերը ոնց է գերբնականորեն այդ իրավիճակի մեջ լուծում բերում։ Մենք կարծես թե օտարանում ենք Աստծուց, ինչի պատճառով, որովհետև կշտացած սիրտ ունենք։ Տենց հատուկ ներկայության Աստծո կարիք չունենք, հատուկ Աստծո կարիք չունենք։ Անցած գիրակի խոսում է այդ մասին, երբ որ դու տենց հատուկ Աստծո կարիքը չունես, Աստված քո ինչին է պետք, որովհետև կարիքներ ունես, դրա համար է պետք, թե Աստված ինքը անձամբ քեզ պետք է, ինքն է քեզ պետք, ոչ թե այն օգնությունը, այն միջամտությունը, որ Աստված կարա բերի քո կյանքի մեջ։ Ով է Աստված, ինչի դա պետք Աստված։ Մենք Աստծո մասին մտածում ենք, որ դե Աստծո ներկայությունը գա, որ իմ կյանքի մեջ այսինչ իրավիճակները փոխվեն։ Աստծո ներկայությունը գա, որ իմ կյանքի մեջ այս խնդիրներ լուծում գտնեն, բայց գուցե հաճախ Աստծուն չենք էլ փնտրում, չենք էլ որոնում հասկանալու, թե ով է Աստված ու ինչ է ուզում Աստված, ինչ ապրումներ ունի Աստված, ինչ զգացմունքներ ունի որպես ծնող մեզ համար, ու գնանք պարզապես իր մոտ նստելու, ասենք. Տեր, կարոտել եմ քեզ, ուզում եմ մի քիչ հետդ զրուցեմ, Հայր, կարիք ունեմ մի քիչ սիրտս դատարկեմ քո առաջ, մի քիչ էլ լսեմ, թե ինչ կա քո սրտի մեջ, ինչ զգացմունքներ ունես, ինչով է ցավում քո սիրտը, ինչով է ուրախանում քո սիրտը։ Մենք Աստծո մասին գուցե Աստծուց հեռու լինելով, Աստծուց օտար լինելով փորձում ենք Աստծուն մեր կյանքերի մեջ իրա ինչ որ տեղի մեջ դնենք, երբեմն ճիշտ, երբեմն սխալ տեղի մեջ, եւ Աստծուն իր արժեքը չենք տալիս։ Այսօր Գայանքուրը խոսում էր, Աստված բնակվում է իր սուրբերի գովաբանության մեջ, որտեղ է բնակվում Աստված, այնտեղ, որտեղ ճիշտ գնահատական կա իր նկատմամբ։ Աստված եսակենտրոն մեկը չի, որ անընդհատ ուզում է իրան ասեն փառքես, ես ինչ լավն ես, ես ինչ փառավոր ես, ինքը կարիք չունի, որ մարդիկ իրան սենց բարձրացնեն, ինքն էլ իրան դրանից լավ զգա, բայց Աստված ուզում է ճիշտ վերաբերմունք սրտերի մեջ, երբ որ փառավոր բանի նկատմամբ ճիշտ վերաբերմունք կա, երբ որ Աստծո պատվի նկատմամբ ճիշտ վերաբերմունք կա, երբ որ անարգանք չկա իր անձի նկատմամբ, Աստված ուզում է, որ մենք կարենանք ճիշտ տեղի մեջ գտնվենք եւ իրան ճիշտ վերաբերվենք եւ իրան ասենք դու ես ինչ փառավոր ես։ Ինչի, որովհետեւ եթե օրինակի համար Աստված ծնողներին պատվելու վերաբերյալ պատվիրան ունի եւ ասում է, որ պատվիր քո հորն ու մորը, որովհետեւ դրա արդյունքում ես քեզ ընձև կօրհնեմ, որ երկրի վրա երկար կյանք կունենաս եւ բարիք կտեսնես երկրի վրա, ինչի, որովհետև դա ճիշտ արժեք է եւ մարդկանց խրախուսում է, որ այդ ճիշտ արժեքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ունենան։ Առավել Աստված ուզում է, որպեսզի մարդը կարողանա հասկանա, որ իր արարիչը, ամբողջ տիեզերքի արարիչը
արժանի է, որպեսի պատված եւ փառավորված լինի։ Էլ ինչ արժեք կա, որ Աստված ուզում է, որ մենք կարողանանք գնահատենք, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը։ Ինքը այնքան սիրեց աշխարհը, այնքան սիրեց մարդկությանը, ու հանկարծ երբ որ Աստված այդքան մեծ սեր է տվել մարդուն, եւ ակնկալում է, որ մարդը գնահատի, պարզապես գնահատի, որ ինքը սիրված է եղել, եւ Աստված մեծագույն զոհաբերության է գնացել մարդուն սիրելու պատճառով, ինչի որտեղ այնքան սիրեց, որ իր միածինը տվեց, իր ամենաթանկը տվեց, իր եզակին տվեց, որպեսի մեզ ունենա, տվեց, որ զոհաբերվի, տվեց, որ տառապանքով, չարչարանքով, մատնությունով, ծանր ապրումներով կարողանա փրկագնի մարդկությանը, ինձ ու քեզ փրկագնի։ Ու հանկարծ երբ որ մենք մտածում ենք, ասում ենք, դե ես տենց հատուկ կարիքը չունեմ, ինձ տենց հատուկ չես գրավում դու, ես հատ մի բան արել ես, լավ է որ արել ես, բայց սրտիս մեջ գնահատական չկա։ Այդ ժամանակ ես անարգում եմ այն ինչ որ Աստված արել է իմ կյանքի մեջ, այն ով Աստված կա իրականում։ Այդ սերն եմ անարգում։ Երբ որ որևէ մարդ վիրավորվում է մեկից, եթե ուշադիր լինենք, առավելապես վիրավորվում ենք այն մարդկանցից, ումից ինչ որ բան ակնկալում ենք։ Ինչի, որովհետև այդ մարդուն գուցե հատուկ վերաբերմունք ենք տվել։ Դու հատուկ սեր ուշադրություն ես տվել մեկին, ու երբ որ հակադարձը չես ստանում, փոխարենը ընդհակառակը անտարբերություն ես ստանում, դու վիրավորում ես, ասում ես, բա ես իր համար այդքան, բա ինքը ինձ էս ձև։ Ինչի բախի ես ուզում, որ գնահատվես, ես ուզում, որ հակադարձվի քեզ նույն ջերմ վերաբերմունքով, որովհետև դու տվել ես։ Բամ Աստված մեզ այդքան իր համար կոտորի, իրան զոհաբերի մեր համար, ու մենք արդյունքում չգնահատենք այն ինչ որ ինքն արել է, սա վիրավորանք է իր նկատմամբ։ Եվ սա մերժում է իրան։ Աստված երբևէ որևէ մեկին չի պարտադրում ինքն իրեն։ Աստված չի պարտադրում ինքն իրեն որևէ մեկին։ Եթե դու կուզենաս մոտենաս իրան, Աստված կընդառաջի քեզ։ Բայց եթե դու չես ուզում մոտենաս իրան, Աստված կասի դու ոնց ուզում ես։ Աստված կարա առաջարկի մեզ իր ներկայությունը, իր օգնությունը, իր փրկությունը, բայց երբ որ մարդը մերժում է, Աստված անզոր է դառնում։ Տեր Հիսուսն ասեց, սա է դատապարտությունը, որ մարդիկ լույսը տեսնելով խավարն ընտրեցին։ Աստված լույսն առաջարկում է, Աստված լույսը բերում է մարդու կյանքի մեջ, բայց երբ որ մարդը մերժում է Աստծուն, Աստված հետ է քաշում։ Եվ այն համարը, որ մենք կարդացինք, Աստծո փառքը այնպես էր իջել տաճարի մեջ, որ քահանաները չէին կարողանում ծառայություն մատուցեն Տիրոջը։ Հատուկ ներկայություն։ Հատուկ ներկայություն։ Հատուկ ներկայություն։ Երբ որ Աստծո գերբնական ներկայությունը կա եւ Աստված խառնվում է մեր իրավիճակների մեջ։ Ինչ է կատարվում, երբ որ Աստված ներկա է որևէ մարդու կյանքի մեջ։ Աստված ղեկը վերցնում է իր ձեռքը։ Այնքան բաներ կա, որ մենք չենք կարող անենք։ Ես իմ անկարողությունը անգամներ տեսնում եմ, որ ասում եմ, Տեր, ես չեմ կարա քո տունն առաջնորդեմ, որովհետև ոչ թե ես համեստություն եմ անում, այլ ես տեսնում եմ, որ սա գերբնական իրադարձությունը Աստծո ժողովրդին առաջնորդելը։ Ճիշտ այն ձև, ոնց որ Սողոմոնը, երբ որ Իսրայելի համար թագավոր էր դրվել, ինքն Աստծուն ասում էր, երբ որ Աստված իրան ասավ, ինչ ես ուզում, ասավ, ես իմաստություն չունեմ, ես չգիտեմ ոնց քո ժողովրդին առաջնորդեմ։ Ինձ իմաստություն տուր, որ մտնել դուրս գալս իմանամ կարենամ քո ժողովրդին առաջնորդեմ։ Ու երբ որ դու հասկանում ես, որ Աստծո ժողովրդին առաջնորդելը դա բնական տաղանդի բան չի, դա Աստծո հոգով առաջնորդվելու, Աստծո կողմից ուղղորդվելու մի իրադարձություն է, դու հասկանում ես, որ դու չես կարող սա անես։ Բայց երբ որ Աստված իր ներկայությունով գալիս է, Աստված ղեկը վերցնում է իր ձեռքը, եւ Աստված ինքն է սկսում առաջնորդել իր ժողովրդին։ Աստված ինքն է սկսում կարիքներ լցնել, Աստված ինքն է սկսում ուղղորդումը ապահովել։ Երբ որ մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքների մեջ մենք տեսնում ենք, որ
կարծես թե ղեկը մեր ձեռից տվել ենք էլ ի վիճակի չենք ինչ-որ բան ղեկավարելու, ինչ-որ բան ուղղորդելու, հանկարծ գիտակցությունը, որ Աստծո կարիքը կա այս իրավիճակի մեջ եւ Աստված ինքը պիտի գա։ Երբ որ կարիք կա ու դու չես կարողանում այս կարիքը լցնես, երբ որ կյանքիդ մեջ իրավիճակներ կան, որ դու չես կարողանում ղեկավարես այս իրավիճակները, ուզում եմ քեզ ասեմ, դու Աստծո կարիքն ունես, որ Աստված գա քո կյանքի մեջ։ Ինչի, որովհետև դու ի վիճակի չես այդ իրավիճակն ուղղորդելու եւ ղեկավարելու, բայց երբ որ Աստված գալիս է, Աստված ղեկը վերցնում է իր ձեռքը եւ Աստված սկսում է ղեկավարել ամեն բան։ Մենք Աստծո կարիքը չափազանց շատ ունենք։ Ոչ միայն այն պատճառով, որ մենք կարիքներ ունենք եւ այդ կարիքների մեջ Աստծո ղեկավարման, Աստծո ուղղորդման կարիք ունենք, այլ որովհետև Աստված մեր մեծագույն կարիքն է։ Մենք մեր արժեքը կորցնում ենք, մենք մեզ կորցնում ենք, երբ որ Աստծուն կորցնում ենք։ Երբ որ Աստված չկա մեր կյանքերի մեջ, մեր ոչ մի բանով ուրախանալը չի գալիս։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց երբ որ Աստված իմ կյանքի մեջ բացակայում է, ոչ մի բանով ես չեմ կարող ուրախանալ։ Ոչ մի բանը ինձ տենց հատուկ բավականություն չի պատճառում։ Նպատակներս կորչում են, ոչ մի նպատակ չունեմ, ընդամենը գոյատևում եմ, երբ որ Աստված իմ կյանքի մեջ բացակայ։ Բայց երբ որ ինքը գալիս է, ինքը համ ու հոտ է տալիս իմ կյանքի։ Ով է Աստված քո համար, քո կյանքի մեջ։ Արդյոք դու ուզում ես, որ նա այն ձև գա, որ դու ոչ միայն չուզենաս, այլ դու ոչ մի բան չանես, այլ ամեն բան տնես նրա ձեռքերի մեջ, որ նրա տաճարի մեջ, երբ որ նրա ներկայությունը հատուկ կերպով եկավ, Աստված եւ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառով, որ դու անգամ չկարողանաս կանգնես, ամեն ինչ ինքն անի, ամեն ինչ ինքն ուղղորդի։ Մենք կարիքավոր ենք Աստծուն, նա մեր մեծագույն կարիքն է եւ մենք կարիք ունենք, որ Աստծուն խնդրենք։ Ինչի է Աստված այդ կերպը դրել, որ մարդը Աստծուն փնտրի։ Աստված իրան ծածկել է եւ մենք կարիք ունենք այդ 7 սարից ենկում գնալ ճգնավորական ժամանակների մեջ, մարդիկ երբ որ փորձել են ճգնավորության գնալ, իրանք փորձել են իր ինքնախարազանման միջոցով Աստծուն գտնեն։ Իրանք գնացել են, մեկուսացել են սարերում, չոլերում, ժայռերի ծերպերի մեջ, քարանձավների մեջ եւ փորձել են Աստծուն այդ ձեով գտնեն, ինչի մտածել են, որ իրանք խարազանեն, Աստված գուցե խղճա իրանց հայտնի իրան։ Բայց Աստված ինչի է կերպը դրել, որ ինքը չի պարտադրում իրան, որովհետև եթե մենք իսկապես ուզում ենք, ոչ թե դե հա ձեռի հետ ուզում ենք Աստված, այնով չի ուզի Աստված իր կյանքի մեջ ներկա եղնի, հա կուզենամ մտքի մակարդակի, կուզենամ Աստված իմ կյանքի մեջ ներկա լինի, բա ավելին, հա դե սրտից մեջ էլ մի քիչ ցանկություն կա, երբ որ մարդը սրտանց ուզում է Աստծուն փնտրի, երկրորդ Օրինաց 4-րդ գլխի 29 համարի մեջ Աստված ասում էր, այս նախորդող խոսքերը սրանք էին, ասում էր, երբ որ դուք ինձ թողեք, իմ պատվիրանները թողեք, չուզենաք ինձ իմ հետ ընդհանուր բան ունենաք, ես ձեզ կքշեմ կգնաք օտար ազգերի մեջ, կքշեմ կգնաք դուք ուրիշներին ծառա կլինեք։ Բայց երբ որ այդ ուրիշներին ծառա եղած ժամանակ դուք ուզենաք, որ ինձ գտնեք, ուզենաք ինձ մոտենաք, երբ որ ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ մտքով եւ ձեր ամբողջ կարողությունով փնտրելու լինեք ինձ, այդ ժամանակ կգտնեք ինձ։ Ինչի Աստված այս կերպը դրել, որ երբ որ որևէ մեկը սրտանց ուզում է, երբ որ որևէ մեկը սրտանց ուզում է Աստծուն մոտենա, այդ ժամանակ Աստված գտնվի։ Ոչ թե ձեռի հետ, որովհետև Աստված անարժեք մեկը չի, Աստված երկրորդական, չորրորդական, 10-րդական մեկը չի, որ մի թեթև հենց ուզենանք Աստված ասի, վայ, մի թեթև ուզեցար, ես եկել եմ քո կյանքի մեջ, չէ, Աստված ասում է, եթե իսկապես ուզում ես, ես գամ քո կյանքի մեջ, ես կգամ։ Եթե իսկապես ուզում ես ինձ գտնես, դու կգտնես ինձ։ Բայց եթե ձեռի հետ ուզում ես Աստված քո կյանքի մեջ ներկա եղնի, հույս չունենաս, որ Աստված քո կյանքի մեջ ներկա կեղնի իր հատուկ ներկայությունով։ Եվ Աստված ասում է, եթե դու իսկապես ուզում ես, ես գամ քո կյանքի մեջ, ես ներկա լինեմ քո կյանքի մեջ, ես կգամ։ Որտեւ երբ որ դու ամբողջ սրտովդ եւ այնտեղից կորոնես քո Եհովա Աստծուն եւ կգտնես, եթե բոլոր սրտովդ եւ բոլոր հոգովդ նրան խնդրելու լինես։
Եթե դու իսկապես ուզում ես, եթե ամբողջ սրտովդ ես ուզում, ամբողջ հոգովդ ես ուզում, որ ես գամ քո կյանքի մեջ ես կգամ, ու այնքան փառավոր կգամ, ու այնքան գերբնական կգամ, այնքան իմ միջամտությունը ակնհայտ կլինի, որ անգամ կողքի մարդիկ կտեսնեն, որ ես ներկա եմ քո կյանքի մեջ։ Իսկապես ուզում ես Աստված գա քո կյանքի մեջ, տես սրտիդ մեջ ծարավը բորբոքի։ Երբ որ տեսնում ես, որ Աստված քո կյանքի մեջ ներկա չի, Պողոս առաքյալներից մեկը, այդ համարը չեմ ուզում ես պահին մատնանշեմ, բայց ասում էր, դուք երբ որ իմ կյանքի մեջ ես ամեն բան աղբ եմ համարում, ինչի համար, որ հիան ունենամ։ Իմ կյանքի մեջ ամեն բան աղբ եմ համարում, այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել եմ, այդ ամեն ինչը աղբ եմ համարում, այդ բառը, որ մատնանշված է այդ հատվածի մեջ, շան կղանքն է, շան կեղտ եմ համարում։ Ամեն բան իմ կյանքի լավագույն ձեռքբերումները շան կեղտ եմ համարում, մենակ թե իրան ունենամ, իրան մոտեղնեմ, իրա ուշադրությունը գրավեմ իմ կյանքի մեջ։ Իսկապես ուզում ես Տերը մոտեղնի քեզ, իսկապես ուզում ես, որ Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ եղնի, թե համակերպվել ես, որ Աստված ինչ-որ կերպով մի փոքր միջամտություններ անում է քո կյանքի մեջ, հա, այսքանով բավարարվել եմ, թե իսկապես ուզում ես Աստված քո կյանքի մեջ զարդարի քո կյանքը իր ներկայությունով։ Իսկապես ուզում ես Աստված մոտեղնի քեզ, իսկապես ուզում ես Աստծո հետ ձուլված եղնես։ Կորինթացիս տղտի մեջ Պողոս առաքյալն ասում է, ով որ մոտենում է Աստծուն, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Պողոս առաքյալը խոսում է ձուլվելու մասին, Պողոս առաքյալը խոսում է մեկանալու, նույնանալու մասին, երբ որ դու այնքան ես մոտենում, ու ինչքան շատ ես մոտենում, այնքան ավելի ես նույնանում Աստծո հետ։ Ու երբ որ դու քայլում ես միտեղ, Աստված ինքն է քայլում քո միջոցով, երբ որ դու խոսում ես, Աստված ինքն է խոսում, երբ որ դու գործում ես, Աստված ինքն է գործում, երբ որ ուզում ես Աստծո ազդեցությունը թողնես երկրի վրա որևէ միջավայրի մեջ, մենք կարիք ունենք Աստծուն մոտենալու եւ Աստծո հետ մեկանալու։ Կարծում եմ պիտի կանգնենք աղոթքի։ Ով Տեր, դու այնքան նրբանկատ ես, դու այնքան զուսպ ես, դու կարաս ամբողջ երկրին գերբնականորեն տեսանելի կերպով, լսելի կերպով քո փառահեղությունը հայտնես եւ ամեն մարդ կընկնի ծնկների վրա ու կասի ես ինչ փառավոր ես դու։ Եվ բոլորը հարկադրաբար ծնկի կգան քո առաջ։ Բայց դու չես ուզում հարկադրել քո ներկայությունը որևէ մեկին։ Դու շատ զուսպ առաջարկում ես քո ներկայությունը մարդկանց եւ ակնկալում ես, որ ոչ թե հարկադրանքով, այլ հոժարական ամեն մարդ փնտրի քեզ։ Ու եթե այնտեղ փնտրեք ձեր Տեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով կգտնեք նրան։ Դու ակնկալում ես, որ ամեն մարդ սրտանց ուզենա մոտենա քեզ, ու այդ ժամանակ դու այնքան փառավոր կհայտնես քեզ, այնքան փառավոր հետաքրքիր մարդիկ կան, որոնց հետ մենք հաճույքով ուզում ենք ժամանակ անցկացնենք, որտեղ այդ մարդիկ հետաքրքիր են դարձնում մեր ժամանակը, բայց երբ որ դու քո փառքով պիտի գաս մեր կյանքերի մեջ, այնքան փառավոր կլինի դա, այնքան գերբնական կլինի դա, այնքան ճոխ կլինի դա, երբ որ դու մեր կյանքերի մեջ գաս, մեր կյանքը գույներով, լույսով կլցվի, մեր կյանքը վայելքով կլցվի, մեր կյանքը խնդիրների պատասխաններով կլցվի, մեր կյանքը ուրախության շատությունով կլցվի, երբ որ դու գերբնականորեն հայտնվես մեր կյանքերի մեջ։
մենք հոժար կերպով, հոժարակամ սրտանց աղերսում ենք քեզ, որ դու գաս ամեն մեկիս կյանքի մեջ անհատապես եւ դրա արդյունքում նաեւ գաս մեր համայնքի մեջ, մեր եկեղեցու մեջ գերբնականորեն, որ այնքան փառավոր եղնի քո ներկայությունը Տեր, որ ամեն մարդ կարենա հանդիպի քեզ, եւ որ մենք մեկտեղ ժողովվելու կլինենք, ամեն մարդ հանդիպի քեզ գերբնականորեն, ամեն մարդ տեսնի ինչքան փառավոր ես դու, ինչքան ճոխ ես դու, ինչքան գերբնական ես դու, ինչքան սքանչելի ես դու, ինչքան սիրելի ես դու, ինչքան անուշ է քո ներկայությունը, քո խոսքն ասում է ճաշակեք ու տեսեք, որ քաղցր է Տերը, ամեն մարդ ճաշակի, թե ինչքան քաղցր է քո ներկայությունը, ինչքան անուշ է քո ներկայությունը, ինչքան բավականություն կա քո ներկայության մեջ, քո անձի մեջ, քո ով լինելու մեջ, ոչ թե քո արածների մեջ, այլ քո ով լինելու մեջ, մենք ուզում ենք հանդիպել քեզ